Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում հարցազրույցն է, տաղավարում ես այսօր զրուցելու եմ Համահայկական ազգային միասնության խորհրդի վարչության անդամ Ալբերտ Բազյանի հետ։ Պարոն Բազյան, բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերքի համար։ Ես եմ շնորհակալ, որ ընդունել եք իմ հրավերը եւ այստեղ եք։ Պարոն Բազյան, վերջին 1 ամսվա ընթացքում Հայաստանի Պաշտպանության նախարարությունը 24 անգամ հերքել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն առայն, որ հայկական զինված ուժերը կրակոցներ են արձակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանի վարած այս պրոքսի պատերազմը, եթե կարելի է այսպես ասել, կամ տեղեկատվական պատերազմը շատերը զուգահեռներ են անցկացնում եւ համեմատում են 2020 թվականի սեպտեմբերի 27-ին նախորդած իրադարձությունների հետ, երբ գրեթե նմանատիպ իրավիճակ էր եւ շատերը կանխատեսում են մոտալուտ հարձակում։ Դուք ինչ եք կարծում, արդյոք մենք հենց դրա նախաշեմին ենք, հերթական հարձակման նախաշեմին ենք։ Հերթական հարձակման նախաշեմին չենք, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը Ալիևը ինչ որ պահանջում է, նրա պահանջները կատարում է։ Ադրբեջանցիք ուղղակի իրենց սովորույթն է անընդհատ, իրենք պրովոկացիաներ են անում, իրենք ասենք կրակում են մեր բնակավայրերի ուղղությամբ եւ փորձում են, ասենք, մեղքը գցել Հայաստանի սահմանապահների վրա։ Դա սովորական երևույթ է, միշտ էլ այդպես է եղել։ Միշտ ադրբեջանցիք իրենք եղել են նախահարձակ, իրենք պրովոկացիաներ են արել սահմաններում եւ փորձել են մեղքը բարթել մեր զինվորականների, մեր սահմանապահ ծառայություն իրականացնող ուրեմն սպաների ու զինվորների վրա։ Տևական ժամանակ այսպիսի իրավիճակ չկար, հիմա ինչու սկսվեց, վերսկսվեց այս իրավիճակը։ Միշտ էլ եղել է նման իրավիճակ։ Բարբերաբար է եղել նման իրավիճակ, միշտ էլ տարբեր տեղերում իրենք փորձել են, ասենք, մեղքը գցել մեր սահմանապահ ծառայություն իրականացնող զինվորականների վրա եւ առիթն օգտագործելով առաջ գալ ու նոր դիրքեր զբաղեցնել։ Հարձակման վտանգ չեք տեսնում։ Հարձակման վտանգ առայժմ մենք չենք տեսնում, բայց նման դեպքում մենք ուրեմն կոչ ենք արել կազմել աշխարհազոր, ես նաև ներկայացնում հայոց աշխարհազոր ռազմաքաղաքական միավորումը, որպես կազմակերպություն, որտեղ գլխավորապես պատերազմ տեսած ազատամարտիկներ են եւ պայստազորի զինվորականներ, մենք կկազմենք աշխարհազոր եւ գնանք մեր սահմանները կպաշտպանենք։ Պարոն Բազյան, մի հետաքրքիր զուգահեռ կա, որ ուզում էի հնչեցնել եւ ուզում էի այս մասին փոքր զրուցել։ Խորհրդային միությունում դաստիարակված սերունդը ստացվում է, որ ավելի հայրենասեր գտնվեց եւ ավելի ազատատենչ, քան անկախ Հայաստանում մեծացող սերունդը։ Խորհրդային միությունում մեծացած սերունդը Արցախ ազատագրեց, պայքարեց հայրենիքի համար եւ ազատագրեց։ Հիմա Նիկոլ Փաշինյանը խոսում է այն մասին, որ պետք է դադարեցնել Արցախյան պայքարը եւ փակել ընդհանրապես այդ էջը։ Եվ որևէ ընդվզում մենք չենք տեսնում, անգամ Վազգեն Սարգսյանի եղբայրը սրան հակառակ որևէ միտք չի հնչեցրել։ Այն դեպքում, երբ գիտենք, ով էր Վազգեն Սարգսյանը եւ իր կյանքի ողջ նպատակը կարծես թե ինչին էր ուղղված, դուք ինչով եք սա պայմանավորում։ Ուրեմն սկսեմ վերջից։ Վազգեն Սարգսյանի եղբոր վարքագծի վերաբերյալ ես որևէ գնահատական ցանկություն չունեմ տալու։ Նրանք տարբեր մարդիկ են։ Վազգեն Սարգսյանը այլ բնավորություններ, այլ ուրեմն որակական հատկանիշներ, նրա եղբայրը այլ որակական հատկանիշներ ունի, բացի դրանից Հանրապետություն կուսակցությունը, որի ղեկավարն է Արամ Սարգսյանը, այսօր ուրեմն այս իշխանության, այսպես կոչված ուղեկցող սատելիտ կուսակցություն, այսինքն նա իշխանամետ կուսակցություն է։ Ինչ որ անում է Նիկոլ Փաշինյանը, նրանք համամիտ են Նիկոլ Փաշինյանի բոլոր ուրեմն գործնեության, ասացների եւ առածների հետ։ Դրա համար ես որևէ գնահատական ցանկություն չունեմ տալու։ Ես նրանց հետ որևէ շփում չունեմ։ Արդեն 20 տարի ես Արամ Սարգսյանի հետ որևէ շփում չունեմ։ Սա նոնսենս չէ այդուհանդերձ։ Դե եղբայրները տարբեր են լինում։
Այս աստիճան տարբեր։ Հիմա թող ժողովուրդը իր գնահատականը տա, ես գնահատական չեմ տալիս։ Շատ լավ, իսկ անդրադառնալով այդ սերունդների տարբերությանը, ինչպես ստացվեց, որ սերունդների տարբերությունը ես չեմ տեսնում առանձնապես, ուրեմն 88 թվին Արցախյան շարժումը երբ որ սկսվեց, մեր ժողովրդի մեջ արթնացրեց հայրենասիրական ոգին։ Ձևավորվեցին կամավորական ջոկատներ եւ Արցախում եւ Հայաստանում, ու մենք կարողացանք պաշտպանել Արցախի բնակավայրերը եւ Հայաստանի սահմանները, հնարավորություն տալը մեր թիկունքում ձևավորել հայոց ազգային բանակը։ 98 թվականի հունվարին եղավ հրամանագիր ձևավորել ուրեմն պաշտպանության նախարարություն եւ առաջի պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը։ 94 թվին մենք հասանք հաջողության ազատագրելը ոչ միայն Արցախի բնակավայրերը, այլ նաեւ շրջակա բնակավայրերը 7 շրջան Ադրբեջանի կողմից որպես անվտանգության գոտիներ եւ 94 թվականի մայիսի 12-ին կրկնվեց զինադադարի պայմանագիր։ Բոլոր տարիների իշխանություններից եւ Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին եւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մենք ազատամարտիկներս պահանջել ենք ճանաչել Արցախի անկախությունը Ադրբեջանից։ Չճանաչեցին պատճառը հետևանքներ, ընթանում են բանակցություններ, եթե ճանաչենք Արցախի անկախությունը, կսկսվի պատերազմ, իսկ պատերազմ մեզ պետք չի, որովհետև պատերազմում մենք հարցը լուծել ենք։ Իրականում մեզ պատերազմ պետք չէր, բայց Նիկոլ Փաշինյանը 18 թվին եկավ իշխանության, նրանք հայտարարում են, որ դա իբր թե եղել է հեղափոխություն, ոչ մի հեղափոխություն 18 թվին չի եղել։ Եվ Սասուն Միքայելյանն ցավոք սրտի շատ անհասկանալի արտահայտություն արեց, որ այս ապրիլյան հաղթանակը, հեղափոխությունը շատ ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը։ Ոչ մի հեղափոխություն ապրիլին չի եղել, եղել է շատ բարձ իշխանափոխություն կամ համաձայնեցված իշխանատվություն։ Նիկոլը եկավ իշխանության, ընդամենը 2 տարի անց Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, 44 օրում մենք ծանր պարտություն կրեցինք եւ Ադրբեջանը գրավեց ոչ միայն ամբողջ Արցախը, այլ Հայաստանի տարածքից մի քանի տասնյակ քառակուսի կիլոմետր տարածք ռազմավարական նշանակության դիրքեր ու բարձունքներ, որտեղ թուրքերը եկել նստել են։ Սա է Նիկոլ Փաշինյանի ոչ լրիվ 7 տարվա իշխանության արդյունքը։ Մենք կորցրել ենք Արցախը։ Ինչև իրագալը մենք ունեինք Արցախի հետ միասին միացած 42000 քառակուսի կիլոմետր տարածք։ Այսօր Նիկոլը հայտարարում է, որ Հայաստանի տարածքը 29700 քառակուսի կիլոմետր է։ Ուրեմն ինքը մոռանում է, որ Հայաստանի տարածքը իրականում ոչ թե 29700 քառակուսի կիլոմետր էր, այլ խորհրդային միության տարիներին Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր տարածք էր։ Իսկ այդ 60 քառակուսի կիլոմետրը դրանք ռազմավարական նշանակության բարձունքներ ու դիրքեր են, ռազմական դիրքեր, բնագծեր, որոնք անցել են Թուրքին։ Պարոն Բազարյան, ասում եք սերունդների տարբերություն չկա, եթե սերունդների տարբերություն չկա, ապա ինչպես է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը, թե պետք է փակել Արցախի հարցը, ընդվզում չի առաջացնում մարդկանց, տեսնում եք։ Կառաջացնի ընդվզում, ընդվզման համար պետք է լավ նախապատրաստվել։ Հիմա Արցախից մեր Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցները նախապատրաստվում են, ուրեմն հաջորդ հանրահավաքին ապրիլի 16-ին։ Մարտի 29-ին արցախցիները շատ հզոր հանրահավաք կազմակերպեցին, ես նկատի ունեմ մարդկանց քանակի առումով, բազմահազարանոց հանրահավաք էր, հաջորդն էլ լինելու է ապրիլի 16-ին, որին մենք բնականաբար մասնակցելու ենք։ Իսկ մեր մոտեցումը հետևյալն է, որքան տևի այս ապազգային թուրքամետ իշխանության գործունեությունը, այնքան մենք կորցնելու ենք։ Մեր ժողովրդի արչև, մեր պետության արչև ծառացած խնդիրները լուծելու համար պետք է օր առաջ ազատվել այս ապազգային թուրքամետ պատվողական իշխանությունից։ Սա է մեր մոտեցումը։ Մենք այս իշխանության հեռացումը դիտարկում ենք ընդամենը որպես միջոց մեր ժողովրդի ու մեր պետության արչև ծառացած խնդիրները լուծելու համար։ Իշխանափոխությունը նպատակ չի։ Որևէ մեկը ես որևէ պաշտոնի ակնկալիք չունեմ, ես իմ լավագույն տարիները ապրել եմ, թոշակառու եմ, դրանով բավարարված եմ, բայց ես մտածում եմ իմ զավակների, իմ թոռների ապագայի մասին, նաև ամբողջ մեր հայ ժողովրդի ու մեր Հայաստանի ապագայի մասին։ Իսկ ապագան սրանց հետ հնարավոր չի կառուցել։ Սրանք անընդհատ տալու են։ Նա Ալիևը հայտարարում է, որ Հայաստանը ֆաշիստական պետություն է եւ սպառնալիք է իր հարևանների հասցեին։ Դրա համար ուրեմն Հայաստանը պետք է պահանջում է, որ Հայաստանը դադարեցնի իր ռազմաքաղաքական հարաբերությունները իր արտաքին գործընկերների հետ,
բանը դադարեցնի իր բանակի սպառազինության ձեռքբերումը տարբեր, ասենք, պետություններից եւ այլն։ Ալիևնովը որ մեր հարցերը որոշի։ Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը, բանը անկախության հռչակագրի մասին հանի, ասենք, թե դրույթները, այդ թվում նաեւ ցեղասպանության մասին որևէ խոսք չլինի եւ Ադրբեջանի տարածքի վերաբերյալ որևէ հավակնություն չունենանք, այսինքն իրենք Արցախը համարում են, որ դա բուն ադրբեջանական էր։ Հազարամյակներ շարունակ Արցախը եղել է հայկական։ Ընդամենը 70 տարի է Արցախը եղել Ադրբեջանի կազմում։ 21 թվականին Լենին-Աթաթուրք պայմանագրով, ռուս-թուրքական համաձայնագրով Արցախը թողնվել է Ադրբեջանի կազմում ինքնավար մարզի կարգավիճակով։ Այդ թվում նաև Նախիջևանն է թողնվել Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության ուրեմն կարգավիճակով եւ ուրեմն Հայաստանն էլ ունեցել է խորհրդային միության օրոք 29842 կիլոմետր, ինչպես ասացի, տարածք։ Արցախցիները եթե լավ ապրեին Ադրբեջանի ենթակայության ներքո 88 թվին չէր սկսվի Արցախյան շարժումը, Մայր Հայաստանին միանալու Արցախյան շարժումը։ Արցախցիները 91 թվին խորհրդային միության բոլոր օրենքներին համապատասխան հանրաքվեով հայտարարել են իրենց անկախությունը Ադրբեջանից, բայց բնականաբար Ադրբեջանը չճանաչեց այդ ուրեմն անկախության դիրքորոշումը կամ Հայաստանին միանալու մոտեցումը եւ արձակվեցին Արցախի վրա։ Ես արդեն ասացի, որ ինչ տեղի ունեցավ այդ 4 տարիների 91-ից մինչև 94 թվականի տարիների ընթացքում։ Ընդ որում մեզ աջակցեցին նաև հայազգի սպաները խորհրդային բանակում ծառայած, որոնք եկան Հայաստան եւ շատ տեղերում ղեկավարեցին առաջին Արցախյան պատերազմը։ Պարոն Բազարյան, ասում եք այս իշխանությունից պետք է ազատվել։ Մենք 2021-ից 2020-ից հետո պարբերաբար շարժումներ ենք տեսնում, եթե չեմ սխալվում, դուք նույնպես հայտարարել եք նոր շարժում սկսելու մասին։ Մտավախություն չունեք, որ ձեր նախաձեռնած շարժումը ունենալու է նույն ճակատագիրը, ինչ նախորդները։ Ես ուզում եմ հիշեցնել մեր մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի խոսքերը, ով հայ ժողովուրդ քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է։ Մենք համապատրաստից գործողություններ չենք անելու։ Ես ասացի արդեն, որ մենք լավ նախապատրաստելու ենք, նոր ժողովրդին ոտքի ենք անում։ Սա մեկ, երկրորդը, ուրեմն 18 թվին Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, մեր ժողովրդին 2 տարի հետո տարավ պարտության, կապիտուլյացիայից հետո ինքը 2-3 օր թաքնվել էր բունկերում, շարժումը սկսվեց, զարթնի լավը մեռնեմ քզի եւ այլն, այդպես էլ լավն մինչեւ վերջ չզարթնեց, 2-3 օր հետո Նիկոլը վեր կացավ, ուրեմն կազմակերպեց իր ոստիկանական ստորաբաժանումներին եւ ցրեց այդ շարժումը։ Շարժումը ղեկավարում էին Սերժ Սարգսյանի Պատիվ ունեմ դաշինքը եւ Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքը, այսինքն նախկինները։ Ես ուրեմն նախկիններին չեմ արդարացնում, նախկինները եթե լավ ղեկավարեին մեր պետությունը, Նիկոլի նման մի հատ անգրագետ ուրեմն մեկը, որը ոչինչ չհասկանում, ոչ բանակից, ոչ պատերազմից, ոչ էլ ունի լիարժեք բարձրագույն կրթություն, չէր կարող փողոցից գալ վերցնել իշխանություն։ Նիկոլ Փաշինյանը 18 թվին եկավ վերցրեց իշխանությունը ու արդյունքները տեսանելի են։ Մենք կորցրել ենք հայրենիք։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի արտաքին պետական պարտքը իր ոչ լրիվ 7 տարվա ընթացքում 6 միլիարդ դոլարից հասցրել է 12.8 միլիարդ դոլարի Հայաստանի պետական պարտքը, ոչ թե ամբողջ, այլ ամբողջ պետական պարտքը ու մեծ հաշվով նաև արտաքին պետական պարտքը։ Եվ անընդհատ միջազգային վալյուտային ֆոնդից ու համաշխարհային բանկից գումարներ են վերցնում, մեզ դնում են տոկոսի տակ, պարտքի տակ, որպեսզի կարողանան պետբյուջեի հարցերը հոգալ։ Դրան էլ դա էլ չկարողանալով անել, այս տարի ուրեմն թանկացրել են ուրեմն գույքը հարկը, հողի հարկը, աղբանության վճարը, տրանսպորտի գինը եւ այլ բաներ, որպեսզի ապահովեն ուրեմն պետբյուջեի մուտքերը։ Տրանսպորտից օգտվում են գլխավորապես երիտասարդությունը, ուսանողությունը, թոշակառուները եւ չքավոր մարդիկ։ Իսկ ովքեր որ որոշ չափով ունևոր են, ունեն իրենց անձնական օգտագործման սեփական ավտոմեքենաները եւ տրանսպորտով երթևեկելու կարիք չունեն։ Իսկ պետական պաշտոնյաների մեծագույն մասը օգտվում է պետության կողմից նրանց հատկացված ծառայական ավտոմեքենաներով։ Այսինքն Նիկոլը այս քաղաքականությամբ, այս իշխանությունը խփում է չունևոր խավի գրպանին։ Այսինքն ավելի է խորանում սոցիալական բևեռացումը, աղքատները ավելի են աղքատանում
իսկ հարուստները ավելի են հարստանում, որովհետև բոլոր այն գործարարները, որոնք այս իշխանության հետ են, այս ուրեմն պետբյուջեի մուտքերը բանը օրենքով սահմանված կարգով հարկերը չեն մուծում, մասնաբաժին են հանում նիկոլական իշխանավորներին եւ բնականաբար շարունակում են իրենց ուրեմն ոչ հայրենանպաստ գործունեությունը։ Օրինակներ կարող են բերել, շատ բարձրարկ շենքեր են սարքում Երևանում, որպեսզի այդ հողի հարկը քիչ մուծեն, բայց ասենք վարձավճարները վարձակալության տալու կամ ասենք վաճառելու այդ բնակարանները ու փող աշխատելու մեթոդով են աշխատում։ Ամսի 24-ին ապրիլի կոչ էի կարել փակել Նիկոլ Փաշինյանի ճանապարհը եւ թույլ չտալ բարձրանալ Ծիծեռնակաբերդ, ուզում եմ հարցնել նախ ձերս հայտարարություն ուժի մեջ է թե ոչ եւ մտավախություն չունեք, որ սա կարող է դիտարկվել որպես իշխանազավթման փորձ։ Եվ ձեզ նորից տանել կալանքի։ Դա իմ անձնական մոտեցումն է, որը քննարկման ենթակա է, որոշում չունենք դեռ։ Ես այդպիսի կարծիք ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը, որը Շվեյցարիայում հայտարարեց, որ դեռ պետք է պարզել, ցեղասպանություն եղել է թե չի եղել, եթե եղել է, ապա ով էր մեղավոր, իրականում ասենք ինչպես է եղել, ինչ է եղել, որքան մարդ է մահացել, արդյոք եւ այլն, այսինքն լրիվ կասկածի տակ է դնում իրողությունը ցեղասպանության, որը ճանաչել է անգամ ժամանակին ճանաչել էր նաեւ Թուրքիան եւ իբրև թե դատավարություններ էր կազմակերպում ցեղասպանություն կազմակերպող գործիչների հանդեպ արհեստական շինծու դատավարություններ էին կազմակերպում աշխարհի ավելի քան 35 երկիր հզոր երկրներ Միացյալ Նահանգները, Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան, Չինաստանը, Բրազիլիան, Արգենտինան եւ այլն Եվրոմիության երկրները ճանաչել են հայոց ցեղասպանությունը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ է դնում հայոց ցեղասպանությունը։ Դա իմ անձնական մոտեցումն է, բայց դա քննարկման ենթակա է։ Մենք այդ օրը բնականաբար լինելու ենք Եղեռնի հուշարձանի մոտ եւ ուրեմն հարգելու ենք ցեղասպանության զոհերի հիշատակը։ Նախորյակին Դաշնակցությունը միշտ ամեն տարի կազմակերպում է ջահերով երթեր։ Մենք կմասնակցենք նաեւ այդ ջահերով երթերին։ Փորձենք համագործակցել նաեւ մնացած ոչ միայն Դաշնակցության, այլ մնացած այլ քաղաքական ուժերի հետ, եթե գանք ընդհանուր հայտարարի համաձայնության, կարող են կազմակերպել եւ փակել նրանց ճանապարհը դեպի ցեղասպանության զոհերի հուշարձան։ Հենց դա նկատի ունեմ, պարոն Բազարյան, մտավախություն չունեք, որ սա կարող է դիտարկվել որպես իշխանազավթման կոչ։ Ոչ, Նիկոլը իշխանազավթում արեց։ Ոչ, նա եկավ ասում ժողովուրդը այդպես ուզեց, ժողովուրդը վերցրեց իշխանություն։ Դա իշխանազավթում էր։ Նիկոլը իշխանազավթում չի արել։ Նիկոլը ուժով չի վերցրել իշխանություն։ Նիկոլին տվել են իշխանություն։ Մի 30-40 հոգով ռադիոտուն էին մտել, չէ՞։ Ռադիոտունը բանի, ուրեմն պետական պահպանության ներքո գտնվող ռազմավարական նշանակության օբյեկտ է։ Կարող էին այդ 30-40 հոգուն տանել կալանավորել եւ այդ շարժումը մարել, բայց ոչ, թողեցին աճի, մինչեւ Նիկոլը գա, վերցնի իշխանություն եւ հայտարարի, որ կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենալու։ Ժողովուրդը խափնվեց, նախկիններից հիասթափված, հուսալքված խափնվեց եւ ուրեմն ձայնը տվեց Նիկոլ Փաշինյանին ու նրա ուրեմն գաղափարակից ապազգային պաշտոնյաների։ Պարոն Բազարյան, երբ այսպիսի հայտարարություն եք անում, մտավախություն չունեք, որ ՀՀԿ-ն էլ հիմա ձեզ է սկսելու թիրախավորել, որովհետև տեսանք ինչ կատարվեց Սրբազանի դեպքում Միքայել Ով ինչ ուզում է թո թիրախավորի։ Սրբազանի կողքին ովքեր էին։ Սա բանի Տիտղոսային ընդդիմության ներկայացուցիչները, Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, պատիվ ունեմ Դաշինքի ներկայացուցիչները եւ Հայաստան Դաշինքի ներկայացուցիչները։ Իսկ նիկոլականները անդադ հարցադրում են անում։ Նիկոլը Չեբաով, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Նիկոլն էլ նստում է, ես դրանց պատերին կտամ sense շարժումներ անում, տո նայեք մի հատ Նիկոլնի մակարդակը եւ նայեք Լևոն Տեր-Պետրոսյանի մակարդակը։ Եսի նկատի ունեմ ինտելեկտը, կրթական մակարդակը, կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի։ Սար ձորի տարբերություն կա։ Դրանք գոնե ստրատեգիական մտածելակերպ ունեին։ Դրանք կարողանում են գոնե երկիրը, ասենք, բանակը հզոր պահել ու պաշտպանությունը ապահովել։ Ճիշտ է, նրանց ժամանակային անօրինականություններ, ուրեմն իշխանության հովանավորության ներքո գործող գործարարներ եւ այլն, բայց հիմա ոչինչ չի փոխվել, նույնն է։ Խաչատուր Սուքասյանը միշտ էլ կա։ Կամ ասենք, Լֆիկ Սամոն միշտ էլ կա։
Ով գալիս է, նրանք իրաց բիզնեսից մասնաբաժին են անում, իրենց գործը շարունակում են։ Ինչ է անում Սամվել Ալեքսանյանը։ Թունավորում է մեր ժողովրդին ֆարշ դեղերով, կամ ասենք բանի անորակ օղիները լցնում են բանով ֆիրմային, այդպես ասենք, շշերի մեջ եւ վաճառում են մեր ժողովրդին։ Իսկ ուզում եք ասել, բան չի փոխվել իրականում այդ ժամանակներում։ Որևէ բան չի փոխվել։ Եվ ընդհակառակը, ուրեմն գործող իշխանությունները արտասահմանում բացում են իրենց, ասենք, բանկային հաշիվները, ասաբնյակներ են գնում, ուրեմն ճոխ մեքենաներով են երթևեկում, $200,000 զրահապատ մեքենաներով։ Դուք տեսել եք Նիկոլ Փաշինյանը քանի թիկնապային դեմից ու հետևից գնում։ Ինքը առաջ քննադատում էր, չէ՞, ոտքով եմ գնում իբր թե հեծանիվ էր քշում։ Պետության ղեկավարը կները գնում է Գերմանիա, հեծանիվ է քշում, դա խայտարակություն է մեր համար։ Ես նորից եմ կրկնում, մեր համար նվաստացուցիչ է, որ մեր ժողովրդին միջազգային հարաբերություններում մեր պետության ներկայացնում է Նիկոլ Փաշինյանի նման մեկը։ Պարոն Բազարյան, ինչպես հեռացնել, սա երևի գլխավոր հարցն է։ Ժողովրդի ցանկությամբ, ժողովրդի կամքով, մեր ժողովրդին ոտքի անելով եւ աննազանդության կազմակերպելով այս իշխանության գործունեության։ Գիտեք, հարցն այն է, որ երբ թիրախավորում եք այդ նախկին իշխանություններին, ես ասում եմ այն ինչ որ փաստ է։ Ես նորից եմ կրկնում, Նիկոլ Փաշինյանը եւ այս իշխանությունը պաշտպանված է նախկիններով։ Անընդհատ նիկոլականներն հարցնում են. Նիկոլը չէ, բավ, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, ես էլ հարց եմ տալիս, մեր ժողովրդի մեջ էլ մարդ չկա, ինչ են հետ գնում։ Պարոն Բազարյան, բայց ցույց տվեց, չէ՞, Գյումրիի ընտրությունները գոնե ցույց տվեց, որ ընդդիմության ներկայացուցիչը։ Այո, ընդդիմության ներկայացուցիչը եւ նախկիններից այսպես կարկառուն նախկիններից մեկը։ Որն ամենակարգառուն։ Հա, Գյումրիի քաղաքապետ է եղել, նա քաղաքական գործիչ չի, նա քաղաքապետ է եղել, նա ադմինիստրատիվ աշխատող է, վարչական աշխատող է։ Վարդան Ղուկասյանը քաղաքական գործիչ չի, նա վարչական աշխատող է, քաղաքապետ աշխատելա, փորձ ունի քաղաքապետ աշխատելու, դրա համար էլ գյումրեցիները ձայն տվեցին իրեն։ Չստացվեց, որ նախկինները Գյումրիում հաղթեցին։ Նախկինները չհաղթեցին, հաղթեց Վարդան Խաչատրյանը։ Վարդան Ղուկասյանը ներողություն։ Եվ մնացածը ճիշտ արեցին, որ պաշտպանեցին Վարդան Ղուկասյանին։ Փարաքարը ով հաղթեց, ընդդիմության ներկայացուցիչը։ Փարաքար խոշորացված համայնքում, ոչ թե միայն Փարաքար մեկ համայնքում, այլ Փարաքար խոշորացված, Փարաքարի հետ միասին եւս 9 գյուղ ու ավաններ խոշորացած համարքեր, որտեղ ընդդիմություն տարավ բացահայտ առավելությամբ հաղթանակ։ Ձեր քրեական գործի հետ կապված, պարոն Բազարյան, նախ գիտեմ, որ դատական փուլում է դեռևս, ինչ իրավիճակ է, ինչ փուլում է այս պահին դատական գործը եւ նաեւ պարոն Բազարյան, դուք տպավորություն ունեք, որ թիրախավորել են ոչ միայն պարզապես Ալբերտ Բազարյանին, այլ մարդու, ով պայքարել է Արցախի համար, որովհետեւ օրինակ ազատամարտիկների այսպես կալանավորումները այդ նույն հոդվածով, որով ձեզ են տարել կալանքի, առաջին դեպքը չէր, ամեն ինչ սկսվեց թերևս Աշոտ Մինասյանով, Աշոտ Երկաթով, հիմա այս պահին կալանավորված է համանման հոդվածով Արթուր Վարդանյանը։ Այո, այս պահին կալանավորված է նաև Սերոբ Գասպարյանը։ Հիմա արդյոք սա պարզապես թիրախավորում է Ալբերտ Բազարյան անհատին, թե այնուամենայնիվ որպես ազատամարտիկ, որպես Արցախի համար պայքարած։ Ուրեմն ընդհանրական թիրախավորում է։ Թիրախավորում են հատկապես ազատամարտիկներին, առաջին Արցախյան պատերազմի մասնակիցներին եւ ուրեմն մի շարք սպաների, զինվորականների, բանակում մեծ լումամ ունեցող Արցախյան ազատամարտում մեծ լումամ ունեցող սպաների, հիշենք Գրիգորի Խաչատուրովի դեպքը, որին կալանավորել են, հիշենք ուրեմն Յուրի Խաչատուրովին, որը ՀԱՊԿ-ի նախագահն էր, ուրեմն Յուրի Խաչատուրովին հանդեպ Նիկոլը հանձնարարեց հարուցել քրեական գործ, շինծու քրեական գործ, ՀԱՊԿ-ի նախագահությունից Յուրի Խաչատուրովին ժամկետից շուտ ազատեցին, ՀԱՊԿ-ի նախագահ հավաքական անվտանգության պայմանագրի անդամ երկրների նախագահ դարձավ, ուրեմն ՀԱՊԿ-ի նախագահ դարձավ ԶԱՍ-ը, որը Բելարուսի ներկայացուցիչն է, իսկ Լուկաշենկոն Ալիևի դաշնակիցն է, նրանք ունեն փոխադարձ շահավետ կապեր, բիզնես փոխադարձ։ Լուկաշենկոն միշտ պաշտպանել է Ադրբեջանին եւ Ալիևին։ Ուրեմն ինչ վերաբերում է այդ դեպքերին, իմ դեպքը եզակի չի, մեր իշխանությունները իրենց վախից տարապում են զառանցանքով։ Անդադ իրենց թվում է թե ինչ-որ խմբեր են ձևավորվում, որոնք փորձում են
այնքան անգրագետ են կազմում այդ ուրեմն դատական մեղադրանքները, որոնք փորձում են մի 7-8 հոգով բարձրանալ կառավարության շենք, իրենց բնորոշումն եմ ասում, ֆիզիկապես ոչնչացնել վարչապետին ու բռնազավթել իշխանությունը։ Ընդ որում մոտիվացիան հետևյալն է՝ վարչապետի հետ ունենալով գաղափարական թշնամանք։ Իմ դատավարության ընթացքում բազմաթիվ ես փորձել եմ այդ մեղադրող քննիչին ԱԱԾ-ի վրա քրեական գործ հարուցել։ Ուրեմն այդ մեղադրող քննիչին ԱԱԾ-ի պարզաբանել, որ գաղափարական թշնամանք հասկացողություն գոյություն չունի։ Ես եւ իմ գաղափարակից ընկերները Նիկոլի հետ ունենք գաղափարական տարաձայնություններ, դրանք տարբեր բաներ են։ Սա մեկ, երկրորդը Նիկոլ Փաշինյանի հետ ես ֆիզիկապես երբեք չեմ հանդիպել։ Իր անձի հետ ես ոչ մի թշնամանք չունեմ։ Ընդհանրապես ես իրեն հերրակակարգով ճանաչել եմ որպես օրագիր թերթի լրագրող, օրագիր թերթի խմբագիր, հետո նա դարձել է քաղաքական գործիչ, կուսակցություն է հիմնադրել եւ այլն եւ այլն։ Ես Նիկոլ Փաշինյան չեմ ընտրել, իր կազմակերպությանը երբեք ասեն քվե չեմ տվել եւ այլն եւ այլն։ Ինձ համարում են, այո, ես նախկին եմ, նախկին քաղաքապետ, նախկին ազգային ժողովի փոխնախագահ, նախկին 7 տարվա падգամավոր եւ երկրապահի նախկին փոխնախագահ, բայց իմ գործունեությունը միտված է ապագային։ Չի կարելի այդպես սահմանադրում բոլոր նախկինները վատ են, բոլոր ներկաները լավ են։ Պարոն Բազարյան, բայց նախկինների մեջ էլ կան շատ կարգին, շատ հայրենասեր, շատ ազնիվ մարդիկ։ Պարոն Բազարյան, բայց դուք որպես նախկին երբեք չեք ասոցացվել օրինակ Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի իշխանության հետ։ Դուք ասոցացվում եք Վազգեն Սարգսյանի հետ։ Ինչու էլի, ինչու սկսվեց թիրախավորում նաև ձեր նկատմամբ այն դեպքում, երբ եթե թիրախավորվում էին նախկինները, այսինքն Վազգեն Սարգսյանն է այլևս նախկին ըստ իրենց։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը մի միջոցառման ժամանակ հայտարարեց, որ Վազգեն Սարգսյանն էլ չէր ծառայել բանակում, բայց եղավ պաշտպանության նախարար եւ այլն, այսինքն որ ինքը չի ծառայել բանակում, որ ինքը իր կարգավիճակով գլխավոր հրամանատար է հանդիսանում հայկական զինված ուժերի, դա նորմալ է։ Վազգեն Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջև սարուձոր կա։ Վերցրեք նրանց ինտելեկտը, համատեք նրանց, ասենք, համարձակությունը, նրանց ինտելեկտը, նրանց, ասենք, գործելավոճը, Վազգեն Սարգսյանի գրվածքները եւ Նիկոլի գրվածքները։ Վազգեն Սարգսյանը ունի շատ գեղեցիկ պատմվածքներ։ Նիկոլ Փաշինյանի գիրքը այլասերվածություն է։ Եթե դուք նայել եք երկրի հակառակ կողմը շատ լավ ներկայացնում է ուրեմն այդ գրքի իրական բովանդակությունը, շպրոտը անազգանը մոռացել է մեր դերասանը ու կտեսնեք տարբերությունը։ Վազգեն Սարգսյանը եթե գրում է հայրենասիրական մոտիվներով, իսկ Նիկոլ Փաշինյանը լրիվ այլ մոտիվ ունի, որ գրել իր գիրքը։ Կրկնեմ հարցս, Վազգեն Սարգսյանն էլ է այս իշխանության համար նախկին ձեր կարծիքով։ Նրանք ցանկանային, որ Վազգեն Սարգսյանի հիշատակն էլ մոռացվեր, այդպես կցանկանային գուցեև, բայց քանի որ Արամ Սարգսյանն իրենց հետ է, նրանք ասենք հիշում են Վազգեն Սարգսյանի ենթադրենք ծննդյան օրը։ Արամ Սարգսյանի հետ գալիս են Եռաբլուր, Նիկոլ Փաշինյանականները, մենք էլ ենք բնականաբար Վազգենի ծննդյան օրը գնում Եռաբլուր, բայց մենք առանձին ենք գնում, իրենց հետ ցանկություն չունենք շփվելու։ Գիտեք, նաև կուզենայի անդրադառնալ վերջին երկու կառավարության նիստերում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, երկու անգամ բարբերաբար խոսում է այն մասին, որ իր նշանակած կադրերը կրթվելու կարիք ունեն, իր բառը չի, բայց դե այդպես գոնե բնութագրվում է այն ինչ նա ասում է, որ տգետ են ըստ էության 7 տարի մնացել են նույն դասարանում եւ այլն։ Ձեր գնահատմամբ ինչու հանկարծ Նիկոլ Փաշինյանը որոշեց թիրախավորել հենց իր նշանակած կադրերին։ Հավանաբար չեմ կարող ասել, չեմ ուզում նրա այդպիսի վարքագծին գնահատականներ տալ, հավանաբար ասենք հանրության ուզում է ցույց տալ, որ ինքը արդար վարչապետ է, ոչ միայն ասենք ընդդիմության գործիչների թիրախավորում կամ արհեստաշինչ ու քրեական գործեր հարուցում, այլ նաև իր կողմնակիցներին կարող է պատասխանատվության ենթարկել, հեռացնել իր կուսակցությունից, հեռացնել պաշտոնից եւ այլն։ Դա է ուզում գուցեև ցույց տալ, բայց ինձ համար ցանկալի չի Նիկոլ Փաշինյանի վարքագիծը քննադատել։ Ինձ համար նա ապազգային տար է։ Ինչու ընդունելի չի քննադատել։ Չէ, ոչ թե ընդունելի չի քննադատել, ես ասում եմ, չեմ ուզում նրա գործունեությանը գնահատական տալ։
նա ինձ համար գոյություն չունի որպես Հայաստանի ղեկավար։ Նա դավաճան է, որովհետև նա վաճառել է հայրենիք, նա մեր ժողովրդին տարել է պարտության, նա մեր երկիրը փոքրացրել է, նա մեր արտաքին պարտքը կրկնապատկել է, նա մի շարք ուրեմն հարկատեսակներ ավելացրել է նրա իշխանությունը։ Նրա իշխանության օրոք մենք հաղթած ժողովրդից դարձել ենք պարտված ժողովուրդ, 42000 քառակուսի կիլոմետր տարածք ունենալուց հետո մենք ունենք ընդամենը 29700 ըստ իր ասելու 700 քառակուսի կիլոմետր տարածք ու մենք պարտված ժողովուրդ ենք։ Մենք հպարտ հաղթած ժողովուրդ ենք։ Հիմա մենք պարտված ժողովուրդ ենք։ Բոլոր տեղերում Ռուսաստանում կլինի, Միացյալ Նահանգներում, թե Եվրոպայում ադրբեջանցիների լեզուն շատ է երկարել, հայերը ճնշված են իրենց զգում որպես պարտված ժողովուրդ։ Հնարավոր համարում եք, որ այս ինքնակնդատությունը հաջորդ ընտրություններում ասես նորից վերարտադրվելու համար է։ Գուցե այդպես է, ուրեմն ինքը ոչ միայն այդ քայլերով է ուզում հաջորդ անգամ վերարտադրվել, այլ նաև ուրեմն ակնկալում է Թուրքիայից ֆինանսական եւ քաղաքական աջակցություն, ես արդեն, չգիտեմ, ասացի, այս հարցազրույցի մեջ թե ոչ 10 թուրք լրատվամիջոցների հրավիրեց Հայաստան, մեր պետբյուջեի հաշվին, մեր հարկատուների մուծած գումարների հաշվին, այդ թուրքերը 2-3 օր մնացին Երևանում, Նիկոլ Փաշինյանը հարցազրույց տվեց այդ թուրքական լրատվամիջոցներին, փորձելով ուրեմն հաջողանալ, կոպիտ ասած սապոնվել Էրդողանին, որպեսզի ակնկալի ապագայում նրան Թուրքիայից քաղաքական եւ ֆինանսական աջակցություն իր հաջորդ վերարտադրվելու համար։ Սա մեկ, երկրորդ, այդ եկած թուրքերը, որոնք եկել էին այդ լրագրողները, գնացին եւ շատ վատ կողմերով ներկայացրեցին Հայաստանը որպես աղքատ պետություն, որպես վատ ժողովուրդ, որ Երևանը եղել է Էրզինջան թուրքական քաղաք, որ իրանական Կապույտ մզկիթը դա թուրքական հուշարձան է եւ այլն եւ այլն։ Դա էր ուրեմն այդ թուրքերի Երևան գալու եւ հետագայում գնալու ուրեմն արդյունքը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր, որովհետեւ աջակցություն է ակնկալում։ Ակնկալում է Թուրքիայից աջակցություն, այո։ Ինչ տեսքով։ Ես ասացի ֆինանսական եւ քաղաքական աջակցություն։ Ուրեմն տեղեկության կարգով եմ ասում, իմ մի քանի տարբերակներով հարցազրույցներից հետո որոշ Նիկոլապաշտ ուրեմն շամորդիներ, այդպես եմ ասում, որովհետև հասնում է, եթե համաձայն չէին իմ արտահայտած տեսակետներին, դա իրենց իրավունքն էր, բայց համացանցում իրենց կանանց փեշերի տակ մտած հերվից ին վրա ուրեմն հայանքներ գրել, իմ ու իմ հարազատների հասցեին եւ ինձ վիրավորական արտահայտություններ անել, դա ինձ համար անհասկանալի եւ անընդունելի է։ Ուրեմն եթե տղամարդ են, ինչ ճանաչում են, ինձ իմ գործնեությանը գնահատական են տալիս, թողան իմ հետ հանդիպեն, խոսենք, տեսնենք, ասենք ինչ կարող են ասել։ Սա մեկ, երկրորդը։ Իրենք այնքան տղամարդ են, որքան Նիկոլ Փաշինյանն է տղամարդ, որը կոպիտ եմ ասում, կզած է Ալիևի եւ Էրդողանի տակ։ Կատարում են նրանց բոլոր պահանջները։ Իրենք այդքանով են տղամարդ։ Ես նորից եմ կրկնում։ Տղա եկեք հետս հանդիպան։ Պարոն Բազարյան, բայց ախր նա այնպեսի բան էիք ասել, որ չէին կարող ձեզ չթիրախավորել, ասում եք Նիկոլ Փաշինյանի մայրը թուրք է, թերևս դրանից հետո եմ ասում եմ։ Միտեղ չեմ կարդացել, շատ տեղերում եմ կարդացել, որ իր մայրը թուրք է եղել։ Կարդացել եմ մի շարք տեղերում։ Այսինքն կարող եմ վկայություն բերել այդ հանել այդ եւ Facebook-ում եմ կարդացել։ Վստահելի աղբյուրներ։ Ուրեմն դա թողնենք մի կողմ հիմա։ Ես նորից եմ կրկնում, մենք անցնում ենք անձնական ինչ-որ մանր-մունր գործերի, հարցը խնդիրը մեր պետության ու մեր ժողովրդի ապագայի մասին է։ Ես ուզում եմ մեկ անգամ եւս մեր ժողովրդին հիշեցնել, որ որևէ ուրեմն հաղթանակ վերջնական չէ։ Ադրբեջանը հաղթել է մեզ, դա վերջնական չէ։ Մենք էլ ենք հաղթել 90-ական թվերին Ադրբեջանին, բայց հետո եղավ պարտություն, ուրեմն ասված խոսք է, որևէ հաղթանակ վերջնական չէ, պարտությունն էլ վերջը չէ, վախճանը չէ։ Մենք պարտվել ենք, դա ժամանակավոր է։ Մենք հզորացնել ենք մեր բանակը, այս ոստիկանական ստորաբաժանումների ուղիղ կեսին տեղափոխել ենք բանակ զինծառայության, կարգավորել ենք մեր հարաբերությունները, ռազմաքաղաքական հարաբերությունները մեր արտաքին գործընկերների հետ, որովհետև նախորդ պատերազմում մենք մենակ էինք Նիկոլ Փաշինյանական իշխանության քաղաքականության հետևանքով, իսկ Ադրբեջանը ուներ հզոր դաշնակիցներ, Թուրքիան, Իսրայելը, Պակիստանը, այդ թվում նաև Ուկրաինան էր օգնում
Ադրբեջանին իր ռազմական տեխնիկայով։ Պարոն Բազյան, դուք իսկապես ռեալ հնարավորություն տեսնում եք վերադարձնելու Արցախը։ Ինչու եմ հարցնում, որովհետև հիմա ցանկացած այդպիսի խոսույթ պատերազմ հրահրելու մասին է։ Ասում են, եթե Արցախը Ուրեմն եթե մենք վախենանք պատերազմից, պետք է ամբողջ Հայաստանը տանք Ադրբեջանին։ Ադրբեջանն ուզում է ամբողջ Հայաստան, Թուրքիան ու Ադրբեջանը մեր վրայով, կներեք, մեր վրայով ուզում են անցնեն Իրանի Ատրպատական նահանգն էլ վերցնեն, որտեղ մի 10-15 միլիոն ադրբեջանցիներ են ապրում, մեր վրայով էլ անցնեն, գնան Միջին Ասիա, Ղրղզստան, Թուրքմենստան, Ղազախստան, Ուզբեկստան, թուրքալեզու ժողովուրդներ են, Չինաստան, որի հյուսիսարևմուտքում 40 միլիոն ույգուրներ են ապրում, թուրքալեզու ժողովուրդ, մեծ Թուրանի գաղափարով են առաջնորդում, մենք կանգնած ենք նրանց կոկորդին։ Դրա համար դարեր շարունակ թուրքերը փորձել են վերացնել հայ ժողովրդին կամ ձուլել իրենց մեջ։ Հիմա Նիկոլի քաղաքականությունը հետևյալն է, գլոբալիստական քաղաքականությունն է։ Խառնվենք թուրքերի հետ, թող գան ապրեն եւ այլ, մի քանի տասնյակ հետո դառնանք թուրք վերջանա գնա։ Դա չի լինելու։ Հնարավորություն ունենալու ենք վերականգնել մեր ռեսուրսները, որովհետև կարծես թե հենց դա են անում, թույլ չեն տալիս, որ ժամանակ ունենանք վերականգնվելու։ Ուրեմն մեր ժողովրդի արգանդը ամուլ չի։ Կծնվեն նոր նժդեհներ, նոր Վազգեն Սարգսյաններ, նոր Անդրանիկներ, կծնվեն նոր դուշման Վարդաններ եւ այլն, նոր հերոսներ կծնվեն եւ մենք դարեր շարունակ, հազարամյակներ շարունակ պայքարել ենք քոշոր ցեղերի դեմ։ Եղել են, ասենք, մոնղոլական արշավանքներ, մոնղոլ-թաթարական, արաբական արշավանքներ, սելջուկյան, թուրքական եւ այլն, դրանից առաջ, ասենք, ռոմեական կայսրությունն է մեր վրա հարձակվել, Իրանն է մեր վրա, Պարսկաստանն է հարձակվել, Կովկասից են եկել վայրենի տարբեր ցեղեր եւ այլն։ Մենք կարողացել ենք աշխարհին տալ շատ մեծ, ասենք, մշակույթ եւ մեծ գործիչներ։ Շատ ուրեմն գյուտեր կան, որոնք հայ ժողովրդի զավակներն են ստեղծել, շատ գյուտեր կան, դոլարի կանաչ գույնն է, այնտեղ ասենք բանն է, ակարդեոնն է, խորհրդային միության ժամանակ ջրասնային ռումբի ստեղծող կրքահայրը Մետաքսյան, որը ռուսները թարգմանել են Շչոլկին, մենակ Արցախը տվել է խորհրդային միությունում 5 մարշալ, մենակ փոքր Արցախը ու բազմաթիվ գեներալներ։ Հայ ժողովուրդը 300,000 զոհ է տվել, ուրեմն բանի առաջին երկրորդ համաշխարհային պատերազմում 300,000 զոհ եւ 110 մոտավորապես հերոսներ, իսկ ադրբեջանցին ընդամենը 67 հերոս են ունեցել, լինելով մեզնից 3 անգամ ավելի շատ իրենց քանակով։ Շնորհակալ եմ, պարոն Բազյան։ Ամենայն բարեգ ձեզ։ Հիշեցնեմ, զրուցում էի Ալբերտ Բազայանի հետ, շնորհակալություն ուշադրության համար։